Երեխեք, ինչ կա, բարև ձեզ։ Լավ եք։ Ֆուտբոլի դաշտի, 100%, հա։ Լեռնանց գյուղում կան ֆուտբոլի դաշտ։ Երեխեք ջան, ուրեմն տեսեք։ Մեր բանում նախընտրական ծրագրում մենք գրել ենք, այն օրը որ Շենգավիթում առաջի անգամ գնացինք, ձեր հասակակիցները բոլոր տենց հարցերը բարձրացին, այդ հանդիպումից հետո Մեղրիում էլ Վանաձորում է եւ վերադարձանք եւ ես անձամբ մեր նախընտրական ծրագրում մի հատ կետ ավելացրեցի, որը հնչում է հետեւյալ կերպ. Հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզադաշտերի կառուցում։ Դա ինչ նշանակում։ Դա նշանակում է դաշտեր կան, որը համ ֆուտբոլի համար է, համ բասկետբոլի համար է, եւ այդ 100 հատ պետքա կառուցենք եւ ես ձեզ ասեմ, որ 100 հատ երև Հայաստանում համայնքների թիվը հիմա 60 քանիս է, 7 էլի խոշորանում է, այսինքն բոլոր համայնքներում դա լինելու է, բացի սրանից մենք նաև ուրիշ մարզադպրոցներ, 300 դպրոց, որոնք բոլորը ունենալու են, այսինքն ես ձեզ խոստանում եմ, որ մինչև 2031 թիվը որևէ բան չի լինելու, բայց իհարկե մենք կսկսենք այն տեղերից, որտեղ ամենաշատ չկա, որտեղ մի հատ կա, որտեղ որ ընդհանրապես չկա, այնտեղից կսկսենք ու տենց կշարունակենք։ Լեռնանց գյուղստեղ սպիտակ։ Ու այո, անպայման կանենք։ Լեռնանց գյուղում։ Այո, կանենք, Լեռնանց գյուղում է կանենք։ Եկեք ձեզ սրանից նվիրենք։ Լեռնանց գյուղն որ ճանապարհը սարքեցինք այդ գյուղն, այն որ ճանապարհը վաղուց չուներ, մի օր անցնում էինք ժողովուրդը խաչմեր, այն դբալավի դիմացի բանը, չէ՞, հա։ Մարդիկ կանգնացրին, ասցին, վաղ ճանապարհը սարքեք, հետո գնացինք բացումը արեցինք։ Այ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար